Հրապարակորաթերթը գրում է, հունվարի 23-ին հայտարարվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվել են Հայաստան։ Մասնավորապես Հայաստան էին եկել 10 հայ եւ 1 ռուս։ Հրապարակին հայտնի դարձավ, որ Հայաստան եկած արցախցիներից մեկը Աղայանը տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հարազատները նրան տարել են տուն։ Արցախցի Ֆրեդն այս պահին գտնվում է Աղվերանում, անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում է։ Հրապարակը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվում է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքվել Արձականում գտնվող հանգստի գոտու հանգստի աշխարհ ՍՊ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչև մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5.952.000 դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է։ Ժողովուրդ թերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում գործուղելու տարբերակով։ Ըստ նույն աղբյուրների իշխանությունները փորձում են ֆեդերացիա ուղարկել մի անձի, ով կկարողանա փրկել խորացող ճգնաժամային իրավիճակը հայկական ֆուտբոլում։ Իրավունք թերթը գրում է. ՔՊԱ-ական էլիտան սկսել է անձամբ հանդիպումներ կազմակերպել մարզային հեղինակությունների հետ հասկանալու իրենց շանսերը, ասում են Փաշինյանը հրահանգել է նախարարների մակարդակով խառնվել նախընտրական թոհուբոհին։ Կաբինետներից դուրս եկեք ժողովրդի մեջ, որ 2 ամիս հետո հացին կակաչ ասեք, ըստ աղբյուրի ասել է վերջինս իր ենթականերին։ Հրապարակորաթերթը գրում է. Պարզվում է ԵՄ դիտորդները իրենց առաքելությունը թողած ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։ Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։ Մեր տեղեկություններով փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ։ 2 մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել։ Ընդ որում դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին, սակայն այս մասին որևէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել, վախենալով խաթարել խաղաղության գործընթացը։ Իդեպ պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Ռիտերի Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձի թողի վիճակում է հայտնվել։ Թերևս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլևս անիմաստ է եւ սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանցը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Սուրբ Աննա եկեղեցուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն, վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության եւ հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի թեմի առաջնորդ Տիրադա Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից, չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որևէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են, փորձում է վեհափառ եթ հանդիպում ունենալ, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։